Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, մենք դարձյալ եթերում ենք, իսկ այսօր որոշել ենք անդրադառնալ մի շատ հետաքրքիր եւ բացառիկ թեմայի՝ կենդանիների առողջության կազմակերպման գործընթացին մեր հանրապետությունում, ինչի կապակցությամբ հյուրընկալել եմ Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրեն, պարոն Գառնիկ Հովհաննիսյանին, առողջ առավոտ, պարոն Հովհաննիսյան։ Առողջ առավոտ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ, դուք ինչպե՞ս եք։ Լավ, հաշվի առնելով, որ մենք վերցնում ենք լայն հանրային առողջապահական թեմաներ եւ առողջությունը գտնում ենք ամենուր եւ ամենտեղ, անընդհատ եւ ամեն կերպ բոլորը խոսում են մարդու առողջության մասին, բայց կենդանիների առողջության մասին հատուկ են դեպքերում, թերևս ես տեսել եմ հազվագի ռեպորտաժներ, երբ որ մոլեգնում են ինչ-որ ճգնաժամներ, լինում են ինչ-որ էպիդեմիաներ եւ այդպես շարունակ։ Փորձենք ընդհանուր առմամբ հասկանալ ինչպես է մեր հանրապետությունում կազմակերպվում կենդանիների առողջությունը։ Շնորհակալ եմ նախ հրավերի համար, դուք շատ ճիշտ ուղու վրա եք, քանի որ այն ամեն ինչի հետ որ մենք առնչվում ենք, մսամթերքի, սննդամթերքի, այդ ամենը գալիս է եւ հողից եւ կենդանիներից, ինչի համար որ պատվիրակված է մեր կազմակերպությունը, հիմնականում կենդանիների առողջությունն է մեր առաքելությունը, քանի որ կան շատ զոոնոզ, զոոանթրոպոնոզ հիվանդություններ, որոնք փոխանցում են մարդկանց կենդանիներից։ Օրինակ, սիբիրախտ հիվանդությունը, որ հողային ինֆեկցիա է, նույնպես փոխանցում է կենդանու միջոցով։ Կենդանին հողի հետ շոֆելիս այդ հիվանդությունը ձեռք է բերում եւ փոխանցում է մարդուն, եթե մենք պատվաստումների մեջ թերանանք կամ լինեն այլ անբարենպաստ պայմաններ։ Համակարգը ինչպես է աշխատում։ Ես առողջապահության կազմակերպիչ եմ, բայց գաղափար չունեմ, չեմ պատկերացնում ինչպիսի փուլեր կան, ինչպիսի ուղղություններ կան։ Ընդհանուր ձեր համակարգը եւ գլոբալ ուղղությունները կարող եք ներկայացնել, որ ես եւ մյուս հասարակ քաղաքացիներս, որոնք չենք հասկանում, չենք պատկերացնում, հասկանանք օրինակ կովի կամ խոզի առողջությունը ինչպես է կազմակերպվում։ Նայեք, մենք գյուղատնտեսության ոլորտում իրականացնում ենք տարբեր ծառայություններ եւ կենդանիների եւ բույսերի, այսինքն հիվանդությունների նկատմամբ իրականացնում ենք կանխարգելիչ եւ ախտորոշիչ միջոցառումներ կենդանիների, հիմնականում այն հիվանդությունների, որոնք վտանգավոր են եւ հանրային առողջության, փոխանցում են մարդկանց եւ այն հիվանդությունների, որոնք կարող են պատճառել տնտեսական վնասներ։ Պետությունը պայքարում է այդ հիվանդությունների դեմ պատվաստումների միջոցով եւ ախտորոշիչ միջոցառումներ արյան նմուշարման եւ լաբորատոր փորձաքննությունների միջոցով, ինչպես նաեւ բուսականության հետ եւ հողերի եւ մկնանման կրծողների եւ միջատների եւ ծղրիդների, մորեխների, այդ ամեն ինչը մենք մոնիտորինգ ենք իրականացնում հանրապետության բոլոր մարզերում եւ վարակվածության վնասատուների դեպքեր հայտնաբերելիս համայնքներին տրամադրում ենք թունաքիմիկատներ, որպեսզի պայքարեն, որ իրենց բերքը առողջ մնա եւ ավելի շատ բերք ունենան։ Այսինքն, եթե փորձենք այսպես համակարգված պատկերացնել, կան բազմաթիվ կանխարգելիչ գործողություններ, կան միջամտություններ, որոնք առաջանում են կամ ամենօրյա ռեժիմով բուժական այսպես գործընթացներ են, եւ արտակարգ իրավիճակներում ինչ որ գործողություններ են, սրան դեռ կանդրադառնանք։ Ես կուզեի, որ մենք միասին երևի թե առաջին դեպքն է հայկական հեռուստաընկերությունների պատմության մեջ, որ բժիշկը եւ նման կառույցի ղեկավարը խոսում են մեկ առողջություն հայեցակարգից։ Մեկ առողջությունը ենթադրում է մարդու առողջություն, կենդանու եւ բնության առողջություն, բնապահպանություն, այս ցիկլի ճիշտ կազմակերպումը եւ մենք հաճախ հատկապես ինֆեկցիոնիստները կվկայեն, համաճարակաբանները կվկայեն, մենք խնդիրներին լուծում ենք տալիս արտակարգ արդեն իրավիճակներում։ Մենք փորձենք մեր եթերները կփորձենք իհարկե լցնել նման թեմաներով, բայց նույնիսկ շատ բժիշկներ ու առողջապահության կազմակերպիչներ այսպես հաղորդակից չեն մեկ առողջություն կոնցեպտին, իսկ դա ամբողջ աշխարհում այսօր, եթե ուզում են երկրների զարգացվածության աստիճանը գնահատեն, իրենց հանրային առողջապահական օրակարգում փորձում են տեսնել որքանով է մեկ առողջությունը։ Սխալ կարծիք կա, որ առողջությունը միայն առողջապահության նախարարության եւ առողջապահական մարմինների
գործառույթն է եւ վառ օրինակը ձեր կառույցն է։ Հիմա վերադառնանք կազմակերպման process-ին։ Կանխարգելիչ գործողությունները տրամադրվում են դեղորայք տրամադրվում է այն ժամանակ, երբ որ խնդիր կա, թե ցանկացած դեպքում այդ դերատիզացիա եւ այլն այդ սկզբի համար ինչ որ նշեցիք, շատ ճիշտ եք։ Մենք ներգրաված ենք եւ էկոնոմիկայի նախարարությունը եւ մեր ՊՕԱԿ-ը ներգրաված է մեկ առողջության վերաբերվող բոլոր միջոցառումներին եւ Հայաստանի Հանրապետությունում եւ սահմաններից դուրս բոլոր միջոցառումներին մեր աշխատակիցները, համաճարակաբանները մասնակցում են, քննարկումներ են ունենում եւ փորձի փոխանակումներին մասնակցում են։ Այսինքն ձեզ անհայտ չի ներողությունը։ Իհարկե ոչ, այո։ Բայց շատ բժիշկներ չգիտեն ինչ է մեկ առողջությունը։ Հա, այդ լավ չի։ Դա շատ վատ է, իհարկե։ Մեղմ ասած։ Իսկ երկրորդ մասով նշեմ, որ պետությունը, կառավարությունը տրամադրում է պատվաստանյութերը այն ինչ հիվանդությունների մասին, որ ես նշեցի, եւ մարդկանց փոխանցվող հիվանդությունների եւ տնտեսական հնարավոր վնաս պատճառվող, այսինքն կանխարգելում ենք, ոչ թե բուժում ենք, այլ մեր տարածաշրջանում արդեն ֆիքսված կամ հարևան երկրներում արձանագրված հիվանդությունների դեմ փորձում ենք պայքարել, միջև այդ հիվանդությունները կհասնեն Հայաստանի Հանրապետություն։ Մենք ազդակները ստանում ենք եւ աշխատում ենք մեր հարևան երկրների հետ, այնտեղից երբ որ զգում ենք կամ տեղեկանում ենք, որ կա ինչ-որ հիվանդության սպառնալիք, փորձում ենք կազմակերպել այնպես, որ հիվանդությունը չներթափանցի Հայաստանի Հանրապետություն եւ ունենք էնդեմիկ հիվանդություններ, որոնց նկատմամբ տարիներ շարունակ պայքարել ենք եւ ինձ թվում է պետք է պայքարենք, որպեսզի մեր հանրապետությունը զերծ մնա նման հիվանդություններից, կան հիվանդության տեսակներ, որ արձանագրվելու դեպքում Աստված մի արասցե, դա կարող է ազդել մեր արտահանման ծավալներին։ Ես հիշում եմ, որ եթե չեմ սխալվում, այդպես դժվար իրագործելի մի ծրագիր կար, որ կոչվում էր կենդանիների համարակալում, եւ դա թերևս ինչ որ մի բան կազմակերպելու համար դու պետք է իմանաս ինչ հաշվառում պետք է ունենաս։ Եվ եթե մենք չունենք հաշվառում, բնականաբար ձեր գործառույթը կենդանիների առողջությունը պահպանելու դուք չէիք կարող անել, եթե չունենայիք հաշվառում, որտեղ ինչ կենդանիներ ունեք։ Դա ինչպիսի ծրագիր էր եւ արդյոք դա բարեհաջող իրականացվել է եւ ինչ օգուտներ բերեց մեր երկրին։ Դա շատ կարևոր ծրագիր է նաեւ հանրային առողջության շրջանակներում, քանի որ մեզ ապահովում է հետագծելիություն։ Այսինքն էլ մութ անտառում կենդանիներին չենք պատվաստում, արդեն կարողանում ենք նույնականացնել եւ հասկանալ, որ նույն կենդանուն երկրորդ անգամ միջոցառում չիրականացնենք եւ հակառակը կենդանին չլինի, որ պատվաստված չէ։ Այսինքն դա ինչ որ առումով առողջության անձնագրի մի մասն է։ Անպայման մենք կարողանում ենք նույնականացնել կենդանիներին, որպեսզի կարողանանք ապահովել հետագծելիությունը։ Կենդանիներին պատվաստումը դա ինքնանպատակ չէ, կա պատվաստանյութ, որ երկրորդ անգամ այդ ժամանակահատվածում չի կարելի պատվաստել, օրինակ նույն Սիբիրախտ հիվանդությունը, եթե մենք չիմանանք, որ այդ կենդանուն պատվաստել են եւ երկրորդ անգամ պատվաստենք, մենք կհիվանդացնենք այդ կենդանուն եւ կդառնա վտանգավոր կենդանի։ Ներողություն համեմատության համար, բայց մարդու պատվաստման նման է եւ ռիսկեր ու դժվարություններ ու բարդություններ կան, որ պետք է հստակ կանոնակարգվի։ Իսկ դուք դա էլեկտրոնային ունեք։ Այո, ինչպես նշեցիք, մոտ 3 տասնամյակ այդ ծրագիրը փորձել են իրականացնել, բայց 2023 թվականին արդեն մեծ թափով սկսեցինք մենք իրականացնել ծրագիրը եւ այդ անհաջող փորձերից հետո վերջիվերջո հաջողվեց մեզ իրականացնել հանրապետության բոլոր խոշոր եղջերավոր կենդանիները կարելի ասել համարակալված են եւ այս տարի մեկնարկել ենք մանր եղջերավոր կենդանիների համարակալումը, որը նույնպես բարեհաջող ընթացքի մեջ է գտնվում։ Ունենք տեղեկատվական համակարգ, թվային անիպաս համակարգ, որ զետեղում են կենդանու մասին տեղեկատվությունը, այսինքն կենդանու ծնողներից սկսված մինչև այն տարբերակիչ նշանը, ինչ որ անասնապահը դիմում էր իր կենդանուն կամ տարբերում էր։ Այդ ամեն ինֆորմացիան ուղղությունն է շատ։ Այո, զետեղված է ծրագրում եւ արդեն նախատեսում ենք, որպեսզի պատվաստման
մասին տեղեկատվությունը նույնպես լինի ծրագրում, բրուցելոզի ախտորոշման մասով կա ծրագրում, եթե ախտորոշում է հիվանդ կենդանի, ծրագրում երևում է, այսինքն մենք կարող ենք տարբերակել, թե որ համայնքում ինչքան հիվանդ կենդանի ունենք, այդ հիվանդ կենդանիները դե բնականաբար գնում են հարկադիր մորթի եւ կարողանում ենք հսկել ընթացքը, ինչա կատարվել այդ կենդանու հետ։ Այսինքն մենք այսօր անդրադառնում ենք եւ կենդանիների առողջության կազմակերպմանը եւ կապին մարդու առողջության հետ, հատկապես որպես ընդամթերք։ Բայց ես կուզեի նաեւ մի հարց տալ, ես չեմ տիրապետում, չգիտեմ, կարծում եմ, որ հեռուստատողը նույնպես հետաքրքիր կլինի։ Կենդանիների առողջությունն, այսինքն անասնաբուժական կենտրոնները, որոնք որ սպասարկում են կենդանիներին, ձեզ հետ ինչ-որ ձևով կապ ունի։ Այո, իհարկե, մեր մարզային կառույցներ ունենք, կարելի է այդպես կոչել, ամեն տարածաշրջանում կա համակարգող համաճարակաբան, ով համակարգում է այդ տարածաշրջանում աշխատող, վարչական շրջաններում աշխատող անասնաբուժներին։ Մենք պատվաստանյութերը մնացած ամեն ինչ բաշխում ենք համաճարակաբանների միջոցով, համաճարակաբաններն էլ մեզ տալիս են տարվա կտրվածքով համաճարակաբանական պլաններ, որ մենք պլանավորենք հաջորդ տարվա աշխատանքը, գլխաքանակներ, որ մենք պլանավորենք պատվաստանյութերի ձեռքբերումը։ Իսկ անասնաբուժարանները հիմնականում պետական են։ Այո, կան մասնավոր անասնաբուժական ծառայություններ, բայց այդ ծառայությունները, ինչ ես նշեցի, բոլորը կատարվում են պետական բյուջեի միջոցներով եւ մեր այդ մարզերում գտնվող անասնաբուժների միջոցով։ Այսինքն կենդանիների առողջության կենտրոններն են, այսպես եթե պետական առողջության կենտրոններ են, մասնավոր չկա։ Այո, ի տարբերություն մարդկանց անասնաբուժներն են գնում կենդանիների մոտ։ Այսինքն, որպեսզի հեռուստատողներ մոլորության մեջ չլինի, մենք խոսում ենք գյուղատնտեսական կենդանիներ, ընտանի կենդանիներ եւ այլն, այդ անասնաբուժարանները առանձին են։ Այո, ընտանի կենդանիները հիմնականում մասնավոր հատվածն է սպասարկում, Երևանում կա մասնագիտացված կազմակերպություն, քաղաքապետարանի ենթակա, բայց ես ինչ նշում եմ, ինչի մասին որ խոսում ենք, դա դրանք գյուղատնտեսական կենդանիների մասով է։ Այլապես մարդիկ սկսեն իրենց կատուների եւ շների համար ձեզնից ինչ-որ բան պահանջել, որի պատասխանը դուք չեք ունենա։ Եկեք հիմա մի պահ որպես ՊՕԱԿ վերադառնանք նաեւ սննդամթերքի հետ առնչությանը ձեր եւ տեսնենք թե ինչ կապ ունի, ինչ գործունեություն եք դուք իրականացնում, որ կանխարգելում է եւ մասն է մարդու առողջության հանրային առողջապահական ասպեկտների։ Նայեք, մեր կազմակերպության մյուս ուղղվածությունը դա հողերի նմուշարում եւ փորձաքննություն կազմակերպություն ունի նաեւ լաբորատորիա հողերի փորձաքննության շատ հագեցած, որտեղ մենք ամեն տարի ինչ որ քանակությամբ հողեր ենք նմուշարում եւ այնտեղի սննդատարերի մասին տեղեկատվություն ենք ստանում, քարտեզագրում ենք եւ տրամադրում ենք դրանք համայնքներին։ 5 տարի ժամկետով հիմա որ համայնքին որ գյուղացիները ուզեն հող մշակողները տեղեկատվություն կարող են իրենց համայնքի կամ վարչական ղեկավարներից խնդրել այդ քարտեզը պահանջել, քանի որ բոլորին տրամադրել ենք։ Իհարկե մեկական օրինակ մեզ մոտ եւս կա։ Դա հիմնականում այն մասին է, թե ինչով պետք է պարտացնեն իրենց հողը։ Մենք մեր հող օգտագործողները ավանդական ինչ որ մենթալիտետի մեջ բան կա, որ ոնց հարմար է կամ պապին ոնց մշակել է, փորձում ենք այդպես մշակենք մեր հողը, բայց դա ճիշտ չի։ Պետք է գրագետ այդ ամենը անենք, որպեսզի հողում այդ մնացորդային քանակները սննդամթերքի մեջ չգերազանցի պահանջող կամ այդ նորման։ Այսինքն ինչ որ առումով հողի դիագնոստիկա է կանում։ Այո, դիագնոստիկայից կախված պետք է մեր հող մշակողները արդեն ճիշտ կազմակերպեն իրենց մշակելը, մշակությունները եւ պարտացումները։ Ոչ թե ինչ որ գյուղացիներին կամ կողքի հող օգտագործողին լսելուց, քանի որ հողերը տարբեր են, կախված իրենց մեջ գտնվող արկասանդատայերով, այդ ամենը պետք է կանոնակարգել, քանի որ մենք ոչ մի պետական կառույց նման ռեսուրս չունի, որ անընդհատ ինչ որ սննդամթերք ստուգի կամ հող ստուգի, այդ ամենը ինչ որ ժամանակը մեկ նույն հողը իրականացում է փորձաքննություն, մենք այդ ամենը ամեն օր սպառում ենք։
երբ որ մենք արդեն կիմանանք թե ինչ ենք սպառում, հող օգտագործողը այդ տեղեկատվությունը ստանալուց կարող է ճիշտ պահարտացնել, որպեսզի մենք էլ հանգիստ լինենք, թե մեր առօրյայում ինչ ենք սպառում։ Շատ լավ, եթե չեմ սխալվում, դուք արդեն այս տարի 5-րդ տարին է ինչ ղեկավարում եք այդ կառույցը, ես կուզեի, որ հստակորեն նշեք ինչ բարեփոխումներ եք արել այդտեղ։ Նայեք, երբ որ մենք խոսում ենք առողջության մասին, այդ առողջությունը իմ աչքերով ուրիշ պատկեր ունի։ Այդ առողջությունը կախված է մեր անասնաբուժների տեխնիկական հագեցվածությունից, իրենց դասընթացներից, այն ամեն ինչ որ անում են, այդ ամեն ինչը ավելի հիմնավորելուց, ասեմ ինչ եմ ես ամենը ասում, մենք այս տարիների ընթացքում բարելավել ենք սառցային շղթայի դաշտից մինչև պատարագավ այդ հատվածում շրջանառվող սառցային շղթան, դա մեր անասնաբուժների եւ պատվաստանյութերի պահման համար նախատեսված սառնարաններն են, դա կազմակերպության սառնարանն է, որտեղ պահվում է մեր պետական պատվաստանյութերը, այդ ամենը մեղմ ասած բարվոք վիճակում չեն գտնվում եւ այդ սառցային շղթան ապահովելու համար, որպեսզի մենք հանգիստ լինենք, առաջին քայլը դա է, որ մեր պատվաստանյութը մեզ հասնելուց մինչև անասնաբուժ լինի պատշաճ որակի, որպեսզի մենք հասկանանք, որ ջուր չենք պատվաստում այդ կենդանիներին եւ բարելավել ենք իրենց աշխատանքային պայմանները եւ անհատական պաշտպանիչ եւ հիգիենիկ պայմաններով եւ իրենց տեխնիկական հագեցվածության տրամադրել ենք նաեւ մեր համաճարակաբաններին տրանսպորտային միջոցներ, որպեսզի հսկողությունը ավելի ճիշտ պատշաճ կարողանան իրականացնել եւ պատվաստանյութերի տեղափոխումը լինում են օրինակ սարերում կենդանիներ, որ պետք է վարչական տարածքից սար տեղափոխել պատվաստանյութը, մենք այդ պատճառով ամենագնացներ ենք մեր մարզերին տրամադրել եւ տերմոպայուսակներ, որպեսզի այդ պատվաստանյութերը կարողանան պատշաճ ջերմաստիճանում հասցնեն տեղ։ Ելնելով նաև մեր երկրի ռելիեֆային առանձնահատկություններից։ Այո, մենք գյուղեր ունենք, տարածքներ ունենք, որտեղ որ կենդանիների օրինակ հեռագնա արոտավայրեր հասցնում են ձիով պատվաստանյութերը, քանի որ կենդանիները մի կերպ են հասել իրենց ճանապարհներով։ Այս ամենը բարդ աշխատանք է եւ բարդ համակարգ է, թերևս չիմացողի համար այդպես երևի ընդհանրապես նորություն է կարծում եմ, ինձ համար շատ հետաքրքիր բաներ բացահայտեցի եւ սովորում եմ, շատ հետաքրքիր է եւ նաեւ վերջին ասպեկտում կուզեի մի փոքր խոսենք այս ոլորտի միջազգայնացումից եւ միջազգային կապերից, որքանով ենք մենք համեմատելի, որքանով ենք մենք առաջադեմ ձեր գնահատականով օբյեկտիվ մաքսիմալ, եթե նույնիսկ լավ դիրքում չենք, փորձենք հասկանալ եւ տեսնենք ինչ ենք անում դրա համար։ Մենք ոլորտին առնչվող կազմակերպություններին անդամագրված ենք, այս տարի EUFMD-ին համագործակցության հայտ ներկայացրեցինք, ընդունվեցինք եւ արդեն EUFMD-ի անդամ երկիր ենք համարվում։ Անդադ փորձի փոխանակումներ, վեբինարներ եւ այն ամեն ինչ որ կատարվում է, մենք պարտավոր ենք ներկայացնել մեր գործընկեր երկրներին եւ ԵԱՏՄ-ի եւ մնացած բոլոր շրջանակներում, որտեղ որ Հայաստանից ապրանքներ են ներմուծում, մենք ուղղակի պարտավոր ենք մեր երկրի եղածը իրենց բացեբաց ներկայացնել եւ կարելի է արձանագրել, որ մենք վատ դիրքերում չենք եւ որպես վտանգավոր երկիր մեզ չեն դիտում, քանի որ մենք ունենք վերահսկել իրավիճակներ բոլոր մակարդակներում եւ կարող ենք արձանագրել, որ միջազգային գործընկերների հետ շատ բարձր հարաբերությունների եւ փոխադարձ տվյալների փոխանակման մեջ են գտնվում։ Ինչը եւ շատ ուրախալի է եւ ողջունելի է։ Ես կարծում եմ, որ մեր ժամանակը թռավ առողջ առավոտվա համար նախատեսված այդ հատվածը եւ անձամբ ինձ համար բացահայտեցի իսկապես շատ նորություններ
հետաքրքիր մտքեր կային, որոնց շուրջ հաստատ կգնամ եւ կկարդամ որպես քաղաքացի, որ հասկանամ, պատկերացնեմ, եւ ի վերջո նորից կուզեի, որ մենք կարեւորենք մեկ առողջության հայեցակարգը, նաեւ վստահ եմ, որ քաջատեղյակ եք, որ այս տարի մի քանի գործընկեր կազմակերպություններով մենք նախաձեռնել ենք հայկական առողջապահական միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակներում եւ որի հիմնական կոնցեպտը հենց հայեցակարգը, հենց մեկ առողջությունն է, փորձում ենք բոլորին համախմբել, որ մեզ դիտող յուրաքանչյուր քաղաքացի հասկանա, որ իր բաժին առողջությունը կախված է իրենից եւ իրեն շրջապատող մարդկանցից եւ դա փոխադարձ մեծ պատասխանատվություն է ենթադրում սիրելի հեռուստադիտողներ, հետեւաբար խնդրում ենք, որ դուք էլ ակտիվ մասնակցեք եւ տեղյակ լինեք։ Ես նշեմ, որ այն կայանալու է նոյեմբերի 27-ից 30-ը Meridian Expo կենտրոնում, որտեղ որ մենք համախմբում ենք մի շարք համաշխարհային ընկերություններ, կազմակերպություններ, ինչպես նաև լոկալ ազգային ընկերություններին եւ 4 օր տոնախմբություն լինելու առողջապահական փառատոն է լինելու, որտեղ որ իշխելու են գիտելիքը եւ փորձառությունը առողջապահության ոլորտում։ Ձեզ շնորհակալ եմ ձեր բազմազբաղ գրաֆիկի մեջ ինձ համար այս 20-25 րոպեն գտնելու համար։ Հաջողություն եմ մաղթում ձեր հիմնարկին, ձեր կառույցի աշխատակիցներին, գիտեմ, որ մեծ կազմակերպություն է, մեծ քանակի աշխատակիցներ եւ ջերմ ողջույնները ամենահեռավոր գյուղերում եւ համայնքներում հիմա մեզ դիտող այն քաղաքացիներին, ովքեր բոլորովին վերջերս այս կազմակերպության շնորհիվ լուծել են իրենց կենթանիների առողջական հարցերը եւ հիմա շատ հանգիստ այսպես նստած են։ Ես էլ եմ շնորհակալ թեման եւ ոլորտը կարեւորելու, ինչպես նաեւ հասկացողության համար, որ մեկ առողջության գաղափարում նաև մեր անասնաբուժները շատ մեծ դերակատարում ունեն, ես նույնպես ուզում իմ ողջույնները ուղղել իրենց։ Այո, մենք միշտ խոսում ենք բժիշկներից, նկատի առնելով մարդկանց բժիշկներին, բայց այսօր նաև ձեզ մեծարելու եւ ողջունելու օրն ու ժամն է։ Ողջունում ենք բոլորին, հարգելի գործընկերներ։ Դες հեռուստադիտող այսօր այսքանը, թերևս փորձեցինք եւս մեկ հետաքրքիր թեմա մարսել, մենք կհանդիպենք վաղ առավոտյան ճիշտ նույն ժամին։